Երեք նաև մենք ականատես եղանք, թե ինչպես է նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ծեծի ենթարկում բլոգեր Արթուր Չախոյանի միայն այն բանի համար, որ բլոգերը հանրային խնդիրների մասին էր բարձրաձայնել, կատարելով իր հանրային աշխատանքը։ Դուք ինչպես եք սա գնահատում, արդյոք ձեզ համար դատապարտելի է։ Ինձ համար սա Հայաստանում ստեղծված համընդհանուր անհանդուրժողականության, ատելության մթնոլորտի մի կտորն է, հա։ Ես չեմ ուզում այս դեպքը կտրել այն ամեն ինչից, ինչ որ կատարվում է։ Չգիտեմ, հիշում եք թե չէ, մի 5 տարի առաջ ես գրառում էի արել այն մասին, որ այն ատելության մթնոլորտը, որը ստեղծվում է, դա մի մեծ Պանդորայի արկղ է երկրում բացելու, որտեղ ոչ մեկին չի լսելու, ոչ մեկին չի հարգելու, եւ բոլորը փորձելու են իրենց հարցերը լուծել հայհոյանքի եւ բռնության միջոցով։ Սա այն է, ինչ հիմա կատարվում է եւ իհարկե դատապարտելի է։ Նախ առաջինը դատապարտելի է, երբ մի քանի հոգով ծեծում են մեկ հոգու։ Ինձ համար դա անհասկանալի է եւ տարօրինակ, եւ երկրորդը դատապարտելի է, որ հանրային պաշտոնյան չարաշահելով իր պաշտոնական պարտավորությունները, իր լծակները, իր ուժը, նման վարքագիծ է ցուցաբերում։ Սա կարող է շատ, եթե սա չպատժվեց, սա կարող է վարակիչ դառնալ։ Նախկինում են եղել քաղաքակտիվիստներ, նախկինում են եղել շատ ավելի ինձ համար անընդունելի մեթոդներ, որոնց միջոցով մարդիկ փորձել են իրենց ձայնը բարձրացնել պաշտոնյաների համար, պաշտոնյաների առջև, բայց դա չի նշանակում, որ հանրային պաշտոնյան պետք է բռնություն գործադրի, այն էլ ուղիղ տեսախցիկների առջև բռնություն գործադրի քաղաքացու եւ քաղաքակտիվիստի վրա։ Սա դատապարտելի է եւ ես հույս չունեմ, որ իրականում պատիժ կլինի, դատելով նրանից, թե ինչ է կատարվում, որովհետև եթե հիշում եք, օրինակ պարլամենտում էլ հավաքվեցին պատգամավորների վրա ուժ կիրառեցին, բայց որևէ մեկը չպատժվեց։ Հույս չունեմ, բայց գոնե հույս ունեմ այն առումով, որ հանրության դժգոհությունը իսկապես այն աստիճան սուր կլինի, դատապարտելի կլինի, դատապարտող կլինի, որ պաշտոնյաները մի քիչ գոնե ձգվեն, հա։